Ներկայացնեք ձեր պատմությունը եւ բացկսե կոնֆլիկտը քաղաքապետարանի հետ։ Քաղաքապետարանի հետ ըստ էության կոնֆլիկտ չի եղել, որովհետեւ մեր բնակիչները, համայնքի բնակիչները օրենքով նախատեսված կարգով դիմել են քաղաքապետարան իրենց ինքնական կառույցները օրինականացնելու խնդրով։ Ինչ է կատարվել։ Կատարվել է համապատասխան չափագրում, օրենքով նախատեսված կարգով, կադաստրում գրանցվել է ինքնական կառույցը եւ կատարել են համապատասխան վճարում, գույքահարկի վճարումներ, իրենց պարտավորությունները կատարել են։ Քաղաքապետարանը 21 թվականից մինչև այսօր որևէ պատասխան չի տվել ինքնական կառույցների օրինականացման հետ կապված, այսինքն չօրինականացման հետ կապված։ Չի մերժել, որևէ գրություն չի տվել, որևէ փաստաթուղթ չի տվել բնակիչներին, որպեսզի պայմաններում քաղաքացիները կարողանային իրենց իրավունքները ներկայացնել կամ վիճարկել որոշումը։ Եվ այս պայմաններում 3 ընդամենը եկել են քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հայտնել, որ այսօր ժամը 10-ին պետք է գան ինքնական կառույցներ, ավտոտնակները քանդեն։ Հարգելիս հիմա խնդիրը կայանում է նրանում, որ ավտոտնակները կապված են մեկը մյուսի հետ, մեկ պատով, մեկը օրինական է, մյուսը ինքնական, եթե ինքնական կառույցը քանդվի, ապա իմ տրամաբանությամբ վնասվելու է նաեւ օրինական կառույցը։ Օրինական կառույցը վնասվելու է։ Մենք ինչ երաշխիք ունենանք, քաղաքացին ինչ երաշխիք ունենա, որ ինքնական կառույցը քանդելու դեպքում օրինական կառույցը չի կարող վնասվել եւ սեփականատիրոջ իրավունքները չի կարող խախտվել կամ ոտնահարվել։ Ավելին, այդ ինքնական կառույցները, որ կառուցվել են արդեն 12 թվականից, մարդկա ավելի վաղ է կառուցել եւ որևէ խնդիր չի եղել ինքնական կառույցները քանդելու մասին, քաղաքապետարան եւ այլ իրավասու մարմինները որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել։ Կոնկրետ այս պարագայում էլ, եթե պետք է քանդեին ինքնական կառույցները, ապա իրենք պետք է տրամադրեին որոշակի որոշում, փաստաթուղթ, որ մենք սահմանված ժամկետում քաղաքացին կարողանար վիճարկել որոշումը, կարողանար իր իրավունքները ներկայացնել, բայց այս պարագայում որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել, միանգամից հայտնել են, որ պետք է գան քանդենք։ Ամբողջ խնդիրը կայանում է հենց դրանում։ Հիմա ընդունենք այս ավտոտնակը, որը իրենք նշում են, որ ինքնական, ես նշեցի չէ, որ կադաստրում գրանցված է եւ կատարվում է համապատասխան վճարումներ։ Վերևից անցնում է ուրեմն գազի խողովակներ։ Այս ինքնական կառույցի պատը կառուցվել է հենց այդ կարելի ասել այդ գազի խողովակներից բնակչության հետագա վթարներից պաշտպանվելու համար։ Այսինքն եթե այդ պատը քանդվի, ուրեմն բազմաթիվ բարձր մեքենաներ են գնում գալիս։ Վնասելու դեպքում դուք պատկերացրեք ազգաբնակչությանը ինչ վնաս է հասցվելու։ Ինչ թվում է այսօր ոչ իրավաչափ գործողություններ է կատարում քաղաքապետարանը եւ փորձում այսօր քաղաքացիների իրավունքները խախտել, որովհետեւ մարդիկ բարեխիղճ տարիներ շարունակ իրենց հակից, իրենց երեխաների բերանից կտրե սարքել են կառույցներ, որտեղ պահել են իրենց մեքենաները այլ անձանց ոտնձգություններից պահպանելու համար։ Սա ընդհանրապես գտնում եմ, որ կոնկրետ քաղաքապետարանը պետք է գոնե տեղեկացներ քաղաքացիներին, բնակիչներին, որ ձեր դիմումների հետ կապված այսպիսի գործառույթ է իրականացվում եւ այս պայմաններում մենք չենք կարող օրինականացնել եւ քանդման որոշում ենք կայացրել։ Չունենք եւ դա խոսում է ի օգուտ քաղաքացիների, որովհետեւ նախ իրենք պետք է տեղեկացված իրազեկված լինեին իրենց իրավունքների մասին եւ իրենք պետք է եթե չանեին համապատասխան գործողություններ, այդ դեպքում թող գային եւ շարունակեին, բայց նման բան չկա, իրենք չեն իրազեկել։ Այսինքն քաղաքապետարանից ոչ մի գրավոր թուղթ, ոչ մի հանդիպման առաջարկ նման բաներ երբեք չեն եղել այս տարիների ընթացքում։ Ոչ այդ տարիների ընթացքում ոչ մի որոշում չի կայացվել վնաս քաղաքացիների, ոչ մի հանդիպում չի եղել, ոչ մի առաջարկ չի եղել, առավել եւս ինքնական կառույցները քանդելու վերաբերյալ։ Որևէ բան չի եղել։
Եվ այս պայմաններում միանգամից հիմա խոճապի մեջ է մեր ժողովուրդը։ Տեսնում եք հավաքված, ամենքը իր խնդրի մեջ, իր խնդիրներով սպասում է թե ինչ է կատարվելու։ Ստեղ մի մտավախություն էլ կա, մտահոգություն ավելի շուտ, ոչ թե մտավախություն։ Մենք գիտենք, որ թե ավտոմեքենաների այդ լույսերը եւ այլը ոնց են գողանում։ Հիմա այսքան մարդիկ ունեն ավտոմեքենաներ եւ այդ մեքենաները հայտնվեն դրսում, նրանց մեքենաներից կատարվի գողություններ։ Այդ կարող ենք ասել ինչի համար, արդյոք քաղաքապետարանը իրեն պատշաճ դրսևորեց եւ այս պայմաններում քաղաքացիների իրավունքները պահպանվեց։ Ես գտնում եմ, որ այդ որոշումը, որը չի տրամադրվել, արդեն իսկ խոսում է քաղաքապետարանի ոչ իրավաչափ գործողությունների մասին։ Իսկ ինչ է կարծում այդտեղ փոխարենը ինչ պետք է կառուցվի, ինչի համար է քաղաքապետարան ուզում դա քանդել։ Ճիշտն ասած, որևէ ինֆորմացիա, որևէ տեղեկատվության չենք տիրապետում, չեն տրամադրել, թե կոնկրետ այդ ինքնական կառույցը քանդելու դեպքում ինչպես պետք է արվի կամ ինչ պետք է կառուցվի։ Կառուցելու այստեղ խնդիր չի։ Հիմա տեսնում եք, մի ավտոտնակը օրինական է, մյուսը ինքնական։ Եթե այս ինքնականը ընդունենք, քանդվի, մյուս օրինական կառույց է։ Այս օրինական կառույցը տարանք եւ մեկու մեջ են այդ օրինական եւ ինքնական կառույցները։ Այդ մեկու մեջ այդ տարածքները ինչ պետք է կառուցեն կամ ինչ պետք է սարքեն։ Ինձ համար զարմանալի է, որովհետեւ ոչ մի տրամաբանության մեջ չի կարող տեղավորվել այս հարցը, որ ինքնական կառույցը քանդելու դեպքում կարող է ինչ-որ բան կառուցվել։ Եթե խոսում են կանաչապատման մասին, ինչ-որ երեխաներին այգի եւ այլը, մենք ունենք այգի, եւ այդ այգին կառուցվել է նաեւ մեր բնակիչների միջոցներով, մեր բնակիչների աշխատանքով, ծաղիկ եւ այլը, նայում ես ամբողջ թաղամասը օգտվում է այդ կանաչ գոտուց, այդ այգուց։ Հիմա այս փոքրիկ տարածքները, չգիտես ինչու, ինչ կանաչ գոտի, ինչ այգի, մենք չենք տիրապետում, մեր բնակիչներով չենք տիրապետում, թե ինչ նպատակ է հետապնդում մեկու մեջ այդ ինքնական կառույցները քանդելը։ Հիմնականում ձեր շենքի բնակիչների տարածքն է սա։ Այո, 26 շենքի, Նազարբեկյան 26 շենքի բնակիչների ավտոտնակների մասին է խոսքը։ Իսկ ընդհանրապես երբանից է սկսվել տվյալ տարածքում կառուցապատումը, երբանից է սկսել մարդիկ օրինականացնել կամ ոչ։ Ես գիտեմ, որ այս ավտոտնակը կառուցվել է 12 թվականին։ 21 թվականին արդեն քաղաքացին դիմել է ինքնական կառույցը օրինականացնելու համար։ 4 տարի, 21 արդեն 5 տարի որևէ արձագանք չկա, իսկ ինչ փաստաթղթեր անհրաժեշտ են օրինականացնելու համար, բոլորը ներկայացվել է։ Ես հայտնեցի ուրեմն չափագրում կադաստրից, կադաստրի համապատասխան ստորաբաժանում գրանցված, գործկոմում, քաղաքապետարանում տեղյակ են, վճարումները կատարվում է, այսինքն քաղաքացին բարեխիղճ իր պարտավորությունները կատարում է։ Իսկ քաղաքապետարանից մինչև օրս որևէ հստակ դիրքորոշում, որոշում, որ մենք ուզում ենք քանդել կամ տեղ ինչ-որ մի բան կառուցել, նման բան չկա դեռ։ Եվ երբեք ձեզ չեն հրավիրել որևէ քննարկման, հանդիպման, ոչ մեկի հետ դա չեք քննարկել։ Ոչ որևէ մեկը չի կանչել, մեր համար երեկվա ներկայանալը անակնկալ էր։ Որևէ մեկը մեզ չի կանչել, չի հորդորել, չի հայտնել, որ ինչ-որ նման գործառույթ է իրականացվելու կոնկրետ մեր տարածքում։ Եվ դա եղել է հեռախոսազանգով ընդամենը, հա։ Ոչ մի հեռախոսազանգ։ Եկել են այստեղ ոստիկան բաները, քաղաքապետարանի աշխատակիցները հայտնել են, որ այստեղ կան ինքնական կառույցներ, քաղաքապետարանից վերցրած, որոնք դիմել են օրինականացման խնդրով, այդ ինքնական կառույցները պիտի քանդեն։ Ինչ որ վճիռ որոշում գրավոր տարբերակով ձեզ ոչ մի բան չի փոխանցվել։ Որևէ փաստաթուղթ չունենք, որևէ փաստաթուղթ չկա, չի տրամադրվել ոչ մի որոշում։